Սպուտնիկական։ Դավիթ Գալստյան, Սպուտնիկ Արմենիա։ Երկու հարց, մեկը կապված թրիփի հետ, Հայաստանի իշխանություններն են հայտարարել, որ հնարավոր է ինչ-որ ավելի դանդաղի պրոցեսը հաշվի առնելով ԱՄՆ առաջնահերթությունները, ինչպես կազդի այս կամ ազդում է արդեն, թե ոչ այս գործընթացը թրիփի կայացման, իրագործման վրա, առաջին հերթին հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն զբաղված է Իրանում եւ կարծես թե ուրիշ առաջնահերթություններ ունի։ Երկրորդ հարցը ավելի մասնավոր հարց է, տեսեք վերջերս կոնկրետ ես նկատել երկու բիզնես ջետ էին եկել Էմիրատներից դեպի Ադրբեջան, լենքորանում էին իջել եւ կարծես թե հնարավոր ենթադրում որ հնարավոր բանակցություններ կարող լինեն, արդյոք ձեր կարծիքով նաեւ արաբական երկրներն են փորձում, տեսեք, մի կողմից պաշտոնական կոշտ դիրքորոշումը, փորձում են նաեւ Իրանի հետ ոչ պաշտոնական բանակցել, հաշվի առնելով որ առաջին վնասը Հորմուզի նեղուցի փակումից կրում են իրենք եւ այդպիսի այսպես կոչված ինչ-որ ոչ պաշտոնական համաձայնություններ, պայմանավորվածություններ ունենան, ձեր կարծիքով, շնորհակալություն։ Ես կսկսեմ երկրորդ հարցից, ուրեմն բոլորը հասկանում են, որ իմաստ չկա կամուրջներ այրել Իրանի հետ, նույնիսկ այն երկրները, որոնք հարվածի տակ են գտնվում, այո, ամենամեծ հարվածներ ինձ թվում է զգացել են Միացյալ Էմիրությունները, բայց նույնիսկ իրենք փորձում են այս բանակցային կանալները պահել Իրանի հետ։ Ամերիկայում այդ բանակցային կանալները անվանում են որպես բանակցություններ ուղղակի եւ պարոն Արախչին դրա մասին ասաց եւ մենք էլ ենք դրա մասին խոսում, որ Միացյալ Նահանգներում կա ընկալում, որ այն ինչ բանակցային գործընթաց է, բայց միևնույն ժամանակ ընդամենը ինչ-որ մեսեջներ են մեկը մյուսին, Վիտկոֆ ուղարկում Արախչին եւ Արախչին Վիտկոֆին։ Իրանում դա չեն անվանում որպես բանակցություններ։ Հիմա Միացյալ Էմիրությունների համար շատ կարևոր է ունենալ առանձին զուգահեռ, ասենք տրեկ, որտեղ ամեն մեկը փորձում է հնարավորինս հապավագրի իր շահերը։ Օրինակ բերեմ, հիմա Իսրայելում շատ լուրջ մտահոգված են, որ տեղի ունենում ինչ-որ ուղիղ ԱՄՆ, Իրան մեսեջների փոխանակում, երբ որ Իսրայելը օրակարգից դուրս է։ Իսրայելը հիմա չի ազդում բովանդակության վրա։ Դա Իսրայելի համար խնդիր է, որտեղ նախ եւ առաջ իրենք չեն կարող մաս լինեն ընդանուր կոնֆիգուրացիա, երկրորդը այս հնարավորությունների պատուհանը կարող շատ արագ փակվի։ Նույնը արաբական էմիրությունների համար, եթե այնտեղ ինչ-որ պայմանավորվածություն լինի, օրինակ Հորմուզի նեղուցի շուրջ, եւ տարբեր սցենարներ են քննարկվում, նույնիսկ համատեղ ինչ-որ ընկերություն պիտի ստեղծվի, որտեղ մաս կկազմեն Իրանը եւ Միացյալ Նահանգները, որոնք այդտեղից ինչ-որ գումար կստանան տրանզիտի համար եւ այլն։ Փաստացի կարող է ստացվի այդպիսի իրավիճակ, որ այլ երկրները, որոնք օգտագործել են այդ նեղուցը, ոչ թե բենեֆիտ կստանան, այլ հակառակ պիտի գումարներ ինչ-որ կճարեն։ Հետաբար իրանք իհարկե շագրված են այդ կանալները պահեն։ Միևնույն ժամանակ տեսնում ենք ինչպես կոշտ դիրքորոշում ունեն նույն արաբական էմիրությունները, օրինակ Իրանի դիվանագետների հանդեպ իրենց տարածքում։ Բայց փակ կանալները իհարկե իրենք պահելու են։ Հիմա չգիտեմ Լենկորանում արդյոք դրա համար էին գնացել թե ոչ, դժվարում եմ պատասխանեմ, բայց որ իրենք ուղղակի ինչ-որ կապեր ունեն եւ բանակցում են, անուղղակի դա ակնհայտ է։ Տրիպի վերաբերյալ շատ կարճ կոմենտ եւ գործընկերներս ավելի մանրամասն կբացեն, ուրեմն ինչպես կարող է ազդել Իրանի պատերազմը տրիպին։ Երկու ձևաչափով։ Առաջինը հետաձգվի նախագիծը, որովհետեւ ռիսկերն են շատ եւ այլն, երկրորդը ինչ որ մի ձև փոխվի նախագիծը։ Այն դեպքում, եթե չգիտենք ինչպիսի իրավիճակ կլինի Իրանում։ Հետաձգվելու մասին արդեն պաշտոնյաները ասել են, որ այո, Միացյալ Նահանգների կողմից հետաքրքրությունը գնալով նվազում է, հետեւաբար կարող հետաձգվի նախագիծը։ Իսկ ինչպես կարող է փոխվի նախագիծը, այստեղ կա մի քանի հատ խնդիր։ Խնդիր համար 1, ինչպիսի իրավիճակ կլինի Իրանում, եթե մնում է գործող իշխանությունը եւ ինչ որ պայմանավորվածության են հասնում Միացյալ Նահանգների հետ, ապա նույնիսկ այս դեպքում ինքը կարող է ավելի կոշտ դիրքորոշում ունենա յուրաքանչյուր Միացյալ Նահանգների ներկայությամբ իր սահմանների մոտ, որը իրենք ի վերջո շարունակել են ընկալել որպես անվտանգության խնդիր։ Եվ երկրորդը, ինչպես կարող է ազդել, եթե ընդհանրապես ինչ որ քաոս ստեղծվի Իրանում։ Հետևաբար դժվար թե ինչ որ լուրջ մեծ ընկերություններ շահագրգռված կլինեն անեն ներդրումներ այն տարածաշրջանում, որտեղ ինչ որ
ոչ կայուն իրավիճակ է, եթե ինչ-որ մասնատման կամ ֆրագմենտացիայի միտումներ կան։ Այս երկու ձևաչափով է ներքին Իրանի տեսանկյունից նայենք։ Եթե գնանք բացասական սցենարով, այո, բայց նաև չի բացառում այն սցենարը, որ պայմանավորվածություն լինի ապագայում Իրան Միացյալ Նահանգներ, եւ այդ դեպքում այո տրիպը կարող իրականանա, բայց ինչ որ հաշվի առնելով Իրանի կողմից մտահոգությունները։ Նկատի ունենալով ենթադրենք գետնի վրա չպիտի լինի ինչ որ անվտանգության ոլորտին Միացյալ Նահանգների գիծ կազմակերպության ներկայացուցիչները։ Ինձ թվում է Հայաստան դա կարող անել եւ եթե դա է հիմնական խնդիրը Իրանի համար, ինձ թվում է Հայաստան դա կարող է բավարարել։ Եվ այդ փաստացի խոչընդոտ չի լինի նախագծը։ Ամեն ինչ կախված է առաջինը ինչպես իրավիճակ կլինի Իրանում պատերազմից հետո եւ ինչպես կլինեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները պատերազմից հետո։ Այս երկու ինդիկատորները կազդեն արդեն ընդհանուր տրիպի նախագծին, այլ ինձ թվում ազդեցություններ չկա։ Շատ համառոտ տրիպի հետ կապված տեսեք, եկեք մի բան ֆիքսենք,